Իտալիայի հարավում Նեապոլի մերձակայքում գտնվում է հնագույն քաղաքներից մեկը՝ Պոմպեյը։ Քարացած քաղաքը մոխիրների տակ պահպանվել է գրեթե ամբողջությամբ։ Այն համարվում է հնագիտական կարևոր վայր և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Պոմպեյը զարգացած հռոմեական քաղաք է եղել, որը ոչնչացվել է մ.թ. 79 թվականին, երբ ժայթքել է Վեզուվ հրաբուխը։ Հրաբխային մոխիրն ու գազերը ծածկել են քաղաքը մի քանի ժամվա ընթացքում, պահպանելով շենքերը, փողոցները և նույնիսկ մարդկանց կյանքի վերջին պահերը։ Այս իրադարձությունը դարձել է պատմության ամենահայտնի բնական աղետներից մեկը։ Պոմպեյում պահպանվել են տներ, խանութներ, փողոցներ և նույնիսկ գրաֆիտիներ, պատերին գրված գրություններ։ Հնագետները գտել են մարդկանց և կենդանիների մարմիններ, որոնք պահպանվել են մոխրի մեջ։ Քաղաքը երկար ժամանակ թաղված է եղել և բացահայտվել է միայն 18-րդ դարում։ Պոմպեյը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հին Հռոմի առօրյա կյանքը առանց վերակառուցման անհրաժեշտության։ Պոմպեյը եզակի օրինակ է, թե ինչպես կարող է բնական աղետը ոչնչացնելով միաժամանակ պահպանել քաղաքակրթությունները։ Այն շարունակում է մնալ հնագիտական կարևոր կենտրոն և պատմական հիշողության յուրահատուկ ձև։ Շատերը կարծում են, թե քաղաքը ոչնչացվել է լավայից, սակայն իրականում մարդկանց մեծ մասը մահացել է տաք գազերից և մոխրից։ Ջերմաստիճանը հասել է մոտ 250-ից 300 աստիճանի, ինչը տեղի է ունեցել շատ արագ։ Հնագետները հայտնաբերել են վառարաններում մնացած հաց ու սնունդ, որոնք կարծես սառեցված են ժամանակի մեջ։ Դրանք օգնում են հասկանալ հռոմեական սննդակարգը։ Այսօր Պոմպեյի միայն մոտ 2/3-ն է պեղված։ Մնացած հատվածները դեռ թաքնված են մոխրի տակ և կարող են ապագայում նոր բացահայտումներ բերել։ Այսօր Պոմպեյը կարևոր աղբյուր է պատմաբանների և հնագետների համար։ Այն օգնում է հասկանալ հռոմեական քաղաքների կառուցվածքը, սոցիալական կյանքը և մշակույթը։ Տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում այս տարածք՝ տեսնելու սառեցված պատմությունը։